Մի րոպե, Ժորժ ջան, մի հատ շատ հետաքրքիր փաստաթուղթ եմ գտել ինտերնետում, որը հրապարակել էր Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը։ Կարդամ, ընթերցեմ, մի հատ ուշադիր։ Ուրեմն Ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող եւ ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթները եւ դրանց ուղեկցող գործողությունները։ Ծառայությունը ունեցած տվյալների վրա հիմնվելով ասում է, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ խաղաղության գործընթացի համար։ Հիմա իշխանությանն եմ դիմում։ Բայց ես ճղում էիք մեջտեղից, որ այդ թեման չկա, որ օգոստոսի 8-ից փակել եք այդ թեման, որ այդ թեման ընդդիմությունը հատուկ բերել է, որ, չգիտեմ, դրսի հատուկ ծառայությունների հրահանգով, որ խժդժություններ անի։ Ինչի եք ստում Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական զեկույցն է, որը կա բաց ինտերնետում, կա, թաքնված չի։ Բա սրան ինչ կպատասխանեք, հա? Ինչի համար եք ստում։ Եվ ամենակարևորը, մենք այս տեղեկությունը, որը Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունն է նաև հաստատում ուղիղ, երբ որ բարձրաձայնում ենք, փորձում ենք կանխել սա, այլ ոչ թե կոծկել կամ չգիտեմ, հա, տենց մարդկանց վրա գցելով, տենց վիրավորանքներով, բանով, տենց սղացնել, որ գնա։ Բա հետևությունները ձեզ եմ թողնում։ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունն է գրել սա, ընդդիմությունը չի գրել, բա